Բարեզի սարսատներս այսօր ուզում եմ պատմեմ ինչքան ենք մեր երկրում մեկս մյուսի մեղադրում, ինչ լինի մեղավոր ենք ման գալիս, սրանից բրծում չկա, ինձ թվում է մեր հասարակության մեջ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ու որտեղ ինչ լսում եմ, ով ինչ խոսում է, այս մեկն է մեղավոր, մյուսն է մեղավոր, մյուսն է մեղավոր, սա սենց առաջ չենք կարելու գնանք։ Մինչև մենք չասենք որտեղ է ամեն մեկիս մեղքը, նոր այդ առաջի կետը, նոր դրանից պիտի կարանք զարգանանք, թե չէ մնացածը այս նույն տարածքի մեջ ավելի ներքև ենք իջնելու կամ էլ այս նույն մակարդակի վրա մնանք։ Շատ ժամանակ են հիվանդները գալիս, որ ամուսինս ինձ անընդհատ աբորտների էր տանում, ես ինչ չպետք է այդպես բաներ խոսենք, ժողովուրդ ջան, ինչ անում ենք, հենց որ ուզում ենք բերաններս բացենք, ասենք այս մեկը մի բանում մեղավոր էր, մենք պետք է տեսնենք մեր մեղքը դրանում ինչու՞մն է։ Ամուսինն է մեղավոր, այս վերջերս ընկերուհիս եմ հանդիպել, երկուսս էլ տանը մնացած ենք, ասում չես պատկերացնում ինչքան ենք մենք ես ու դու երջանիկ, հիմա ասում եմ, բոլորը մեր տարիքին մի հատ հարցրուտ ես, ում խոսացնում ես մարդուց դժգոհ, ում խոսացնում ես մարդուց դժգոհ, զզված։ Ժողովուրդ ջան, սա չի նշանակում, որ մենք դրանից երջանիկ ենք։ Մենք մեր սխալն ունենք, մենք մեր սխալ ընտրությունների հետևանքով ենք մենք այս վիճակում։ Նես չի որ ինչ-որ մեկը սխալվեց, ծնողները սխալ արեցին, այս մեկը սխալ արեց, մյուսը սխալ արեց, ամեն մեկիս ընտրությունն է բերել մեզ այս կետին հասցրել։ Ոստեղից պիտի շարժվենք։ Մենք մեր սխալներով ընդունենք մեր սխալները, Աստծուն ասենք, հա, սխալվեցի, կներես։ Սա էլ է մեզ պետք, հասկանում եք, ես տեղեր եղել է, ես էլ է հիմարություն իհարկե, որ հատուկ եմ սխալ արել, որ հանկարծ չմեծամտանամ, որ տեսնում է շատ լավ, արդեն ուզում եմ Լուցիֆեր դառնամ, գիտեք չէ, երևի որ սատանան ոնց է այնտեղից ընկել, որ ուզել է Աստծո նման լինի, Աստծո նման չենք պիտի իմանանք, որ մենք մեղավոր ենք, մեղավոր մարդիկ ենք, սխալներ ունենք, սխալվելու ենք։ Ու սա ընդունենք, ուղղակի ընդունենք այդ սխալը, ասենք Աստված ջան, կներես ու իրարից ներողություն խնդրենք, էս էլ է շատ կարևոր, եթե մեկս մյուսի հանդեպ սխալներ ենք արել, այդ չենք ընդունում։ Դա որովհետև անընդհատ ուղիղ ասում է, որ ինքը սենց արեց դրա համար, ես սենց արեց, ինքը սենց արեց դրա համար, այդ դրա համար առաջ չենք գնում։ Մի էքսպերտ եմ լսում, բժիշկ է ու պատմում է ավելի շատ տենց սննդակարգի մասին, սեռական հարաբերությունների մասին եւ այլն։ Տենց բաներ երևի գիտեք, որ մեզ բժիշկներից տենց բաներ չեն սովոր ասում, հատուկ կան սննդաբաններ, հատուկ կան սեքսապաթոլոգներ եւ այլն, բայց մեզ ընդհանուր ոնց է մանկաբարձություն գինեկոլոգիան, այս հիվանդությունը ասենց են հայտնաբերում, այսպեսի դեղեր են նշանակում, այնց են անում, որ էլ չլինի այս հիվանդությունը, բայց այդ որ հարցնում եք, սա ինչի հետ ուտեմ, այս բույսը ինչի համար է, ինչ բույսով բուժվեմ, բան, դա տրադիցիոն բժշկության մասին չի, մեր մասին չի։ Ու այս կինը պատմում է, որ ինչ 22 տարի ամուսնացած է եղել, հետո բաժանվել է, հիմա 2 տարին նոր զուգընկեր ունի, ինչքան երջանիկ է ինքը, հարաբերությունների մասին է պատմում, որ այսպես այնպես, ու շատ հետաքրքիր է, որ ինքը ահագին լուրջ էքսպերտ է, ահագին բանիմաց այս մարդ հարաբերություններում նույնպես, ու ինքը իր սխալն ասում է, ու ինքը չի ընդունում իր սխալը, չի հասկանում, որ իրան էլ է վերաբերում, որ ասում է մարդիկ հետաքրքիր ձև է բացատրում, որ ընտանիքների մասին եմ իհարկե ասում, որտեղ շատ են հիվանդներ այսպեսի գալիս բողոքում, տղամարդկանց մոտ այդ հարաբերությունները, ոնց է տղամարդը կարող է տեսնել, կնոջը դուրը գա ու գնա սեռական հարաբերություններ ունենա, կնոջ մոտ ու հետո դրանից հետո իրար հետ էմոցիոնալ կապ հաստատեն, իսկ կնոջ մոտ ընդհակառակն է, կնոջ մոտ մինչև էմոցիոնալ հարաբերություն չհաստատես, ոչ մի հետագա բաներ կարող է չլինի, դե եթե ուրիշ մտքեր չունի կինը, ծննդաբերելու կամ եւ այլն։ Ու սա կարևոր է, ու ինքը համ այդ ամեն ինչը հասկանում է, համ էլ ասում է, որ դե հին վերքերը չկարողացանք մեր լավացնենք, հին ամուսնու հետ, ու դրա համար ինքը հիմա շատ երջանիկ է զգում նոր զուգընկերոջ հետ, ինչի է լավ զգում, եւ այդ նոր զուգընկերը հələ չի հասցնել այդ 22 տարվա հարամություններն անի։ Սա ինչի համար եմ ասում, սա նրա համար, որ իրար պիտի ներեք, որ կարողանաք իրար հետ ապրել, թե չէ ուրիշ ձև չի նշանակում, որ դուք այլ ժամանակները իրար ինչ պետք էր եղել վերցրել եք, երեխաներ ունեցել եւ այլն։ Հիմա արդեն այս մեծահասակ տարիքում պետք է իրար թողեք, թե ինչա ձեզ խանգարում է, արդեն այն էմոցիաները չեն եւ այլն։
Սա պիտի նստեք, զրուցեք իրար հետ, վերքերը լավացնեք, այդ շատ կարևոր է, որ մարդիկ ներողություն խնդրեն, ու դա շատ հեշտ ձևով է, դեռ չգիտեմ ոնց է այդ վերքերը, որովհետև ես ճիշտն ասած են ովքեր որ այդպես մարդ ճիշտն ասած առանձնապես չեմ հիշում, որ շատ լուրջ վիրավորած են ինչ որ այդ վերքեր ունեն, որտեղ ես մի անգամ ջնջում գնում են, այդպես չի որ ես ինչ-որ մեկին երկար պահում եմ, կողքից ինչ-որ ներեմ, սա շատ վատ է, ու տենց մնում ես մենակ։ Բայց դուք ընտանիքներ ունեք, երեխաներ ունեք, երեխայից ավելի շատ կարաս վիրավորվես, քան ամուսնուց եւ այլն։ Դրա համար այդ ձեր մեղքերը, եթե խոսում ենք միայն մեր մեղքերի մասին ենք խոսում, ամուսինը ինչ կանի, գիտեմ, կինը ինչ կանի, երեխեքը ինչ կանեն, իրանց գործն է, ամեն մեկը իր հարաբերությունները Աստծո հետ, մարդկանց հետ, ինչով կարողանում ենք օգնում ենք, ինչով չենք կարող որ չխանգարենք իրենց, մենք մեր փոխարեն մեր մեղքերը հասկանանք, մեր սխալները ընդունենք, ներողություն խնդրենք ու փորձենք հարաբերությունները լավացնենք, որովհետև հետաքրքիր է, որ Աստված մեկ մարմին է սարքել ձեզ, հասկանում եք, սա ինչ ոնց ձեզ բացատրեմ, որ այս ամուսնությունը ամենամեծ այն բլագեսլավենի էսը չեմ կարալու թարգմանեմ, օրհնությունը, ամենամեծ օրհնությունն է ամուսնությունը։ Այդ որ գնում եք եկեղեցուն կանգնում եք, թակերը դնում են ձեր գլխին, ձեզ օրհնում են, ամուսնացնում են, սա ամենամեծ օրհնությունն եք ստանում աշխարհում, ոչ բոլորն են ստացել, տեսնում եք որ ոչ բոլորն են ստացել, արժանացել այդ օրհնությանը, ու դուք չեք կարողանում պահեք, սա նես չի որ դուք եք մեղավոր, բան, սա մարդը չի կարողանում գնահատի, պահի, աճացնի այդ զգացմունքները որ տալիս են, այդ ընտանիքը որ տալիս է, ձեզանից է կախված, մի խոսքով ձեզանից է կախված այդ օրը դուք երջանիկ կանցնեք, կապրեք թե ոչ, մեր բուսաբանական այգում մի կին է հետներս քայլում, որ ասում ես որոշել եմ մի խոսքով ինքը ոնց պատմում է, որ ահագին մեծ աշխատանքներ է անում, որ իրոք այդ ամուսնու հետ հարաբերությունները լավը լինեն, զարգանան, մեծահասակին է, հետաքրքիր է, որ մարդիկ մեծահասակ տարիքում հասկանում են արդեն այդ կարևոր բաները, ուզում եմ դուք մի քիչ շուտ հասկանաք։ Լավ մնացեք, բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։